ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կժամանի Հայաստան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ Հաղորդվում է, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո պաշտոնյաները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Քննչական կոմիտեն առգրավել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով Շահրամանյանին քննչական կոմիտե են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են առգրավման մասին որոշումը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքննությունը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունին, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է։ Երիցյանը նշել է նաև, որ ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ցանուցումներ են ուղարկել արցախցիներին, այդ թվում Արցախի նախկին զինկոմիսար Ֆելիքս Գաբրելյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին։ Բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ պատճառաբանությամբ։ Երիցյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի հանրապետությանը պատկանող Երևան քաղաքում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու վճիռը, մինչդեռ այն մինչ օրս հրապարակված չէ։ Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր դառնում է 58 տարեկան։ Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում։ Սկսած 2000 թվականից Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի եւ ընկերների հետ Հայաստանում 700 միլիոն դոլարից ավելի ներդրում է արել, իրականացնելով շուրջ 700 ծրագիր։ Նա իր գաղափարակից ընկերների Վարդան Գրեգորյանի եւ Նուբար Աֆեյանի հետ հիմնել է Ավրորա համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը։ Այս կերպ երախտագիտություն հայտնելով հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց։ Վարդանյանը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի կողքին է կանգնել դժվար պահերին, աջակցելով կրթական, ռազմական եւ այլ ոլորտների։ Երազում եմ ապրել աշխարհում, որտեղ բանականությունն ու մարդկային արժեքները վեր են ագահությունից, իր ուղերձներից մեկում ասել է բարերարը։ Վարդանյանը եւ Արցախի նախկին ղեկավարությունը գերեվարվել են Արցախի վերջնական հայաթափման ընթացքում։ Բաքվի դատարանը Վարդանյանին ազատազրկման է դատապարտել 2026 թվականի փետրվարի 17-ին։ Արցախի նախկին պետնախարարին ներկայացվել է ավելի քան 40 շինծ ու մեղադրանք, այդ թվում ահաբեկչության, ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման եւ պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով։ Մինչ օրս Վարդանյանը ոչ ընդունել է մեղքը եւ ոչ էլ տվել խոստովանական ցուցմունք։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով հարավային Լիբանանում զոհվել է 6 մարդ, մինչդեռ իսրայելական բանակը նոր տարհանման հրամաններ է տվել։ Առավել ինտենսիվ հարվածները բաժին են հասել Ջեփշիթին, որի ուղղությամբ 1 ժամում 5 անընդմեջ հարված է եղել։ Իսրայելական օդային հարվածների հետևանքով Ալ-Նամիրիայում կա 2, իսկ Ալ-Դուվեյրում 1 զոհ։ Թեհրանից կարող է 30-ից 60 օր պահանջվել ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար։ Իրանցի պաշտոնյայի պնդումը մեջ բերել է The New York Times-ը։ Պարբերականը նշել է, որ այս գործարքը կարող է ակտիվացնել Իրանի արտասահմանում սառեցված 25 միլիարդ դոլարի ակտիվները։ Axios-ի տեղեկություններով էլ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնագիր այսօր չի ստորագրվի։ Պարբերականի աղբյուրի խոսքով դեռ պետք է համաձայնեցնել մի քանի մանրամասներ, իսկ գործարքի առանձին մասերի վերաբերյալ դեռ կարծիքներ են փոխանակվում։ Այս ամենին զուգահեռ իր դիտարկումներն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ դառնում են ավելի պրոֆեսիոնալ եւ արդյունավետ, նշել է նա։ ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ բանակցություններ ընթանում են կազմակերպված եւ կառուցողական։ Ես նախազգուշացրել եմ իմ ներկայացուցիչներին չշտապել գործարքի կնքման հարցում, քանի դեռ ժամանակը մեր կողմից է, գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։ We've had a migratory crisis in the United States. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն կամ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կամ այդ երկրի հետ այլ կերպ կվարվի։ ԱՄՆ-ն դիվանագիտությանը կտա հաջողելու բոլոր հնարավորությունները, նախքան այլընտրանքներին դիմելը, Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ սեղանին դրված է բավականին հստակ առաջարկ նեղուցը բացելու վերաբերյալ, մտնել միջուկային հարցի շուրջ շատ իրական, նշանակալի եւ ժամանակային սահմանափակման բանակցությունների փուլ։ Հուսով ենք կկարողանանք դա իրականացնել, ընդգծել է Ռուբիոն։ Պետքարտուղարը X-ում նաև անդրադարձել է Լիբանանին, նշելով, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը, որը ձգտում է վերականգնել իր իշխանությունը եւ կառուցել ավելի լավ ապագա իր ժողովրդի համար։ Հեզբոլլահի բռնության սպառնալիքները չեն հաջողվի։ Ավարտին է մոտենում այդ դարաշրջանը, երբ ահաբեկչական խումբը պատանդ էր պահում մի ամբողջ ազգի, ընդգծել է Ռուբիոն։
Բելարուսի եւ Ֆրանսիայի ղեկավարները 2022 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնը Լուկաշենկոին կոչ է արել չմիջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա Մակրոնը նաև կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Բելարուսի եւ Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման համար։ Մակրոնը վախեցել է բելարուսական տարածքում օրեշնիկից, ավելի վաղ անցկացվել են ռազմավարական միջուկային ուժերի ռուս-բելարուսական զորավարժություններ, նշել է կատարական Դ Պենինսուլա պարբերականը։ Բելարուսի նախագահի կայքում հաստատել են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր եւ հարաբերությունների Եվրոպական միության եւ Ֆրանսիայի հետ։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հզոր հարված է հասցրել Ուկրաինային, հիմնականում թիրախավորելով մայրաքաղաք Կիևն ու հարակից շրջանները։ Шановні українці, сьогодні відночі Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղորդմամբ ռուսական կողմն արձակել է տարբեր տեսակի 90 հրթիռ, որի մեծ մասը բալիստիկ եւ շուրջ 600 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով կան զոհեր եւ առնվազն 83 մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հարվածներն իրականացվել են Օրեշնիկ, Իսկանդեր, Կինժալ եւ Ցիրկոն հրթիռներով։ Միայն Կիևի ուղղությամբ ընդամենը 10 րոպեում արձակվել է մոտ 15 բալիստիկ հրթիռ, իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում որոտացել է մոտ 20 պայթյուն։ Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Թեև ռուսական կողմի հիմնական թիրախը եղել է ավիացիոն եւ հակատանկային հրթիռներ արտադրող Արտյոմ ռազմական գործարանը, հարվածները հասել են նաեւ քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում վնասվել եւ հրդեհվել է առևտրի կենտրոն, շուկա, բնակելի տներ ու դպրոցներ։ Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը, կոտրվել են պատուհանների ապակիները։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արևմտյան գործընկերներին ընդունել վճռական որոշումներ, որոնք թույլ կտան Մոսկվային ստիպել խաղաղության, ակնարկելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է միայն ուժի լեզուն։ Ստարոբելսկում ավարտվել են որոնողական աշխատանքները, քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Հարակացարանի եւ քոլեջի փլատակներից դուրս են բերվել բոլոր մարմինները։ Վերջին տվյալով տուժել է 42 մարդ։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Պասեչնիկը հանրապետությունում երկօրյա սուգ է հայտարարել։ 19 երկրից ավելի քան 50 օտարերկրյա լրագրող ուղևորվել է Ստարոբելսկի հարձակման վայր, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավստրիայում ինքնաթիռը օդում հարվածել է պարապլանին։ Բարեբախտաբար օդաչուն հասցրել է բացել պահուստային պարաշյուտը։ Կադրում երևում է, որ նա բարեհաջող վայրեջք է կատարել մոտակա բաց հատվածում ու վնասվածքներ չի ստացել։